Ուշադիր լսեք, որդի, որովհետև այն, ինչ ես կկիսեմ ձեզ հետ, ոչ մի անկյունային խոսակցություն չէ, սրանք դասեր են, որոնք իմացա տատիկիս և պապիկից, պրակտիկայում փորձարկեցի տասնամյակներ և կարող եմ զարմանալիորեն միտքը վերածել։ Արդյոք դա չափազանցություն է թվում, գուցե, բայց հավատացեք ինձ, ընդամենը 7 օրվա ընթացքում, պարզ, բայց հզոր մեթոդով, հնարավոր է բարձրացնել ձեր ուղեղի արդյունավետությունը մինչև 60%, ոչ, ես չեմ խոսում կախարդական հաբերի, գերբեռնվածության կամ մտքի վրա։ Ես տեսել եմ շատ խելացի մարդիկ ժամանակ և գումար են վատնում այս դատարկ խոստումներով, այն գաղտնիքը, որը ես կբացահայտեմ, այնքան հիմնական է, որքան շնչառությունը, բայց այն աշխատում է, քանի որ այն արմատավորված է ապացուցված սկզբունքներով ամբողջ սերունդների մեջ։ Ես ձեզ կասեմ անձնական պատմություն, որպեսզի ավելի լավ հասկանաք, երբ նա 20 էր, նա սովորական ուսանող էր։ Խելացի, բայց ցրված, հոգնած և դյուրագրգիռ, դասերը անվերջ թված, կուտակվել են աշխատանքը, և ես մտածում էի, թե ինչու չեմ կարող հեշտությամբ լինել ավելի արդյունավետ կամ պահպանել տեղեկատվությունը։ Այդ ժամանակ ես հանդիպեցի նրանց կյանքի իմաստուն մարդու հետ, ովքեր նշում են մեր կյանքը, նա նայեց ինձ աչքի մեջ և ասաց. Դու անկանում եք մեկ շաբաթվա ընթացքում ավելի խելացի լինել, իհարկե ես ընդունեցի մարտահրավերը, և այն, ինչ նա սովորեցրեց ինձ, 3 թվացյալ պարզ սովորություններ էր, բայց երբ ճիշտ կիրառվում էր, նրանք տպավորիչ կերպով ակտիվացնում են ուղեղը։ Ամենից հետաքրքրասեր բանն այն է, որ փորձարկելուց հետո ես նկատեցի իրական փոփոխություններ, իմ համակենտրոնացումը բարելավվել է, որոշումները դարձան ավելի արագ, և նույնիսկ այնպիսի կապեր, որոնք ժամանակին մեկ անգամ անջատված էին թվում, սկսեցին իմաստավորել, կարծես միտքս խստություն և իմ հիշողություն էր ձեռք բերել, շարժունություն, բայց ահա նախազգուշացում։ Շատերը հրաժարվում են կեսից, նրանք կարծում են, որ դա, քանի որ դա պարզ է, այն չի կարող աշխատել, սա հենց այն սխալն է, որը խանգարում է նրանց հնձել արդյունքները։ Այժմ ուշադրություն դարձրեք, քանի որ ես մանրամասնելու եմ այն մեթոդը, որը կարող է փոխել ձեր առօրյան ընդամենը 7 օրվա ընթացքում, և սա տեսություն չէ։ Դա գործնական ուղեցույց է քայլ առ քայլ, որպեսզի այսօր դիմեք, առաջին վճռական պահը հասկանալն է, թե ինչու են մարդկանց մեծ մասը նույնիսկ շատ ցանկանում, չի կարող զարգացնել իրենց հետախուզությունը։ Պատասխանը կայանում է կարգապահության բացակայության մեջ սովորություններ որդեգրելու համար, չնայած հիմնական պահանջում է հետևողականություն։ Եկեք իջնենք բիզնեսի, մեկ շաբաթվա ընթացքում 60%-ից 60% միտքը բարձրացնում են հնարքը, հիմնված է 3 հիմնարար սյուների վրա, դրանցից առաջինը առավոտյան մեդիտացիան է, հանգստացեք, դուք պետք չէ վանական կամ լռության ժամեր անցկացնել։ Օրվա ընթացքում ընդամենը 10 րոպե օրվա սկզբում անջատելու արտաքին աղմուկը և կենտրոնանալ ձեր սեփական մտքերի վրա, երբ ես սկսեցի, ես մտածեցի, որ դա ժամանակի վատնում կլինի, բայց մի քանի օրից ես հասկացա, որ շեղումները, ինչպիսիք են հեռախոսային ծանուցումները կամ զուգահեռ խոսակցություններն ինձ ավելի քիչ են ազդել։ Ես հիշում եմ քոլեջում մի ժամանակ, երբ ինձ պետք էր զարդարել բովանդակության լեռները տնտեսության թեստերի համար։ Առավոտյան այս րոպեների կոնցենտրացիայի ներառումը ներառելուց հետո նյութի կլանումը ավելի դյուրին դարձավ, նա սկսեց տեսնել հասկացությունների էությունը, այլ ոչ թե կորցնել ինքս ինձ անտեղի մանրամասներով։ Երկրորդ սյունը ակտիվ ընթերցում է, դա ոչ մի օգտագործման համար պարզապես թռիչքների միջոցով։ Անհրաժեշտ է կարդալ նպատակներով, գրառումներ կատարել, արտացոլելով բովանդակությունը և կիրառելով այն ձեր իրականությանը։ Ես կուլ տվեցի մեծ մտածողների, ձեռներեցների և առաջնորդների կենսագրությունները, յուրաքանչյուր գիրք դասեր, թե ինչպես լուծել խնդիրները և ինչպես կարող է մեկ գաղափարը վերածել կյանքը, հատկանշական օրինակ։ 25-ին ես մասնագիտական ճգնաժամ ունեի, ամեն ինչ սխալ էր թվում և իմ ինքնազբաղումը ցնցվեց, դա մի աշխատանք էր հայտնի ներդրողի առօրյայի վրա, որը ստիպեց ինձ տեսնել լուծումը, նա խոսեց ուսման կարգապահության, ամենօրյա պլանավորման և համակարգված մոտեցման մասին, ես այդ սկզբունքները գործնականում եմ դնում և մեկ ամսվա ընթացքում որոշումներ կայացնելու ունակությունը արմատապես բարելավվում է, օրվա ընթացքում կենտրոնացած բոլոր 20 կամ 30 րոպեի շնորհիվ։ Երրորդ և վերջին սյունը օրվա ռազմավարական պլանավորումն է, արդեն վ. Ես շատ երիտասարդներ եմ, որոնք լի են էներգիայով, բայց առանց ուղղության, նրանք սկսում են մի բան, կեսին ընկնում են մեջտեղում, մոռանում են մեկ այլ, և օրվա վերջում նրանք ուժասպառ են լինում, առանց անելու այն, ինչ իրականում կարևորում է։ Երբ ես սկսեցի կազմակերպել իմ առաջադրանքները առավոտյան առաջնահերթություններ դնելը, անհրաժեշտության ժամանակը վերապահում է էականների համար և գիշերվա արդյունքները վերանայելը։ Ամեն ինչ փոխվեց, ես սկսեցի նույնականացնել այնտեղ, որտեղ ես վատնում էի ժամանակը, որտեղ կարող էր ավելի արագաշարժ լինել, և որ գործողություններն առաջացան կոնկրետ արդյունքներ։
Մեջը պատահում է, երբ այս երեք սովորությունները մեդիտացիա, ակտիվ ընթերցանություն և պլանավորում միասին աշխատեք, մեդիտացիան խստացնում է կենտրոնացումը և նվազեցնում սթրեսը։ Ընթերցանությունն ընդլայնում է աշխարհայացքը և բերում է նոր հեռանկարներ, և պլանավորումը օպտիմիզացնում է ձեր ժամանակը և էներգիան, արդյունքը՝ ավելի պարզ միտք, ավելի հաստատուն որոշում և խնդիրներ լուծելու ունակություն, որոնք ժամանակին կարծես չկարգավորված էին։ Որդի, դա կախարդություն չէ, այն գիտություն է, որը կիրառվում է առօրյա կյանքում, բայց կա մանրամասներ, որը բոլոր տարբերությունն է դարձնում։ Կարգապահությունը չի հրաժարվի առաջին խոչընդոտից, եթե այս քայլերին լուրջ հետևեք, մեկ շաբաթվա ընթացքում դուք կնկատեք տարբերությունը։ Ամենից լավը, ձեզ հարկավոր չէ հատուկ առանձնահատկություններ, պարզապես կամք և հետևողականություն, այսպիսով, պատրաստ եք սկսել, քանի որ առաջին քայլը քոնն է։ Պլանավորումը մտքերը վերածում է գործողությունների, նրանք միասին հանդես են գալիս որպես ճշգրիտ մեխանիզմ և ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում դուք կզարմանաք, թե որքան ավելի հեշտ կդառնաք բարդ առաջադրանքները, որոնց միջոցով ձեր հիշողությունը պարզ է։ Հիշում եմ, երբ այս մեթոդը փորձարկեցի մոտ մարդկանց հետ, իմ զարմիկը խելացի, բայց ցրված որոշեցին փորձել, նա միշտ դժգոհում էր, որ չի կարող հաշտեցնել ուսումնասիրությունները և աշխատանքը։ Մոռացել է կարևոր պարտավորությունները և կորցրել մոտիվացիան, ես նրան տվեցի մի պարզ սխեմա, առավոտյան մեդիտացիա, ընթերցանության 20 րոպե ընթերցանության և գիշերվա պլանավորում հաջորդ օրը, մեկ շաբաթվա ընթացքում նա զանգահարեց ինձ և ասաց. Դուք դա չեք հավատա, ես ներծծում եմ տեղեկատվությունը 2 անգամ ավելի արագ, և դա մեկուսացված դեպք չէր, ես տեսա, որ տասնյակ մարդիկ անցնում են նույն վերափոխումով։ Ահա հիմնական կետը։ Դա չի կարելի անել շաբաթը մեկ անգամ, կամ երբ այն տալիս է սալիկին, կախարդությունը օրինականության մեջ է, կարող եք մտածել. Սա շատ պարզ է աշխատելու համար, բայց դա հենց այն է, որ այն պարզ և մատչելի է, որ այն աշխատում է, այսպիսով, որդի, ահա այն, ինչ ես ուզում եմ, որ հիմա անեք։ Ընտրեք մի առավոտ, երբ կարողանաք նստել 5 րոպե լռությամբ, փակեք ձեր աչքերը, կենտրոնացեք շնչառության վրա, այնուհետև վերցրեք մի գիրք, որը հարուցում է ձեր հետաքրքրությունը և կարդում եք 20 րոպե։ Գրառումներ կատարելով և արտացոլելով բովանդակությունը, գիշերային ժամերին պլան կազմեք հաջորդ օրվա համար։ Գրեք առաջնահերթ առաջադրանքները և կազմակերպեք ձեր գործողությունները, դա արեք ամեն օր մեկ շաբաթ, և 7 օրվա ընթացքում կզգաք տարբերությունը։ Վստահեք ինձ։ Ես տեսել եմ, որ այս մեթոդը անթիվ ժամանակներ է աշխատում, մարդիկ դառնում են ավելի խորաթափանց, լուծում են շարժունության հետ կապված խնդիրները, գտնում են ստեղծագործական լուծումներ և վստահություն ձեռք բերում, ամենակարևորը հասկանալն է, որ միտքը անփոփոխ նվեր չէ, այլ գործիք, որը կարող է բարելավել, որքան շուտ սկսեք, այնքան մեծ է ձեր կյանքը վերափոխելու ձեր հնարավորությունները։ Եվ դա կախարդական չէ։ Դա կարգապահություն է, ուշադրություն դարձրեք մանրամասներին և գործողությունների ճիշտ հաջորդականությանը։ Եթե դուք պարտավոր եք գործել այս ամեն օր, ձեր ուղեղը ավելի ուժեղ, պարզ և արդյունավետ կլինի ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, և դա հենց սկիզբն է, քանի որ արագ և խորապես մտածելու ունակությունը կբացի դռներ, որոնք դուք նույնիսկ չէիք մտածում։ Այժմ մենք գալիս ենք հարցի, որդի, բոլոր կտորները միավորելու և հասկանանք, թե ինչու է այն աշխատում։ Այս րոպեների ընթացքում ես ձեզ հետ կիսեցի մի պարզ գաղտնիք, թե ինչպես շնչել, բայց հզոր, որպես նախնիների իմաստություն, գաղտնիք, որը ձեզ ավելի խելացի է դարձնում, օգնում է հստակ մտածել և ավելի արագ որոշումներ կայացնել, բայց հիմա ժամանակն է այն գործի դնել և իմանալ, թե ինչպես առաջ շարժվել։ Նախ, հասկացեք. միտքը գործիք է, դա ֆիքսված հարված է, դուք չեք ծնվել հետախուզության կանխորոշված մակարդակով, դուք կարող եք ամեն օր զարգացնել այն, վերապատրաստելով ձեր համակենտրոնացումը, պատճառաբանությունը և էներգիան, հետևաբար իմ նշած սովորությունները ուշադրության կենտրոնում, մտավոր ընդլայնման և կազմակերպության պլանավորման համար ընթերցանությունը այդքան արդյունավետ են։ Եկեք հիշենք։ Մեդիտացիա, ձեր համակենտրոնացումը խստացնելով, ինչպես խոշորացույցը, որն ուղղորդում է ձեր մտքերը։ Ռեֆլեկտիվ ընթերցանություն ընդլայնում է ձեր տեսլականը, գաղափարները միացնող և խթանող պատկերացումները։ Գիշերային պլանավորում Chairs փոխակերպում է գործողության մեջ, նպատակ տալով ձեր հաջորդ օրը։ Կարող է քիչ թվալ։ Ընդամենը 5 րոպե մեդիտացիա, բայց դա այս փոքր գործողություններն են, որոնք սահմանում են ձեր կյանքի ընթացքը։ Երբ ես փոքր էի, ես նույնպես կասկածեցի։ Սա չի փոխի, մինչև օրը Թել Ավիվում իմ փոքր բնակարանում ուժասպառ էր, կուտակված և կոպիտ միտքը որոշեցի փորձարկել ճշմարտության եղանակը։ Ես նստեցի, խորում էի, ուշադիր կարդացի, գրել եմ իմ ծրագիրը հաջորդ օրը, և կռահեք, թե ինչ։
Հաջորդ օրը ամեն ինչ փոխվեց, որոշումները ավելի հեշտությամբ եկան, առաջնահերթությունները պարզ էին և էներգիան միայնակ վերադարձավ։ Այսպիսով, ես պնդում եմ. կարգապահությունը հաղթահարում է մոտիվացիան, մոտիվացիան նման է վառելիքի, այն կարող է թեթևացնել և ջնջել, բայց ամենօրյա պրակտիկան այն շարժիչն է, որն աշխատում է, անկախ տրամադրությունից, կարող եք հոգնել, շեղվել կամ վրդովվել, բայց սովորությունը կշարունակի արդյունքներ տալ։ Հիմա այն, ինչ իրականում փոխում է կյանքը, առաջիկա մի քանի քայլեր մտածելու ունակությունն է, երբ խորհրդածում ես, մարզում ես սեփական մտքերը դիտելու ունակությունը, երբ կարդում և արտացոլում է, այն ընդլայնում է իր հորիզոնները, տեսնելով կապեր, որոնք նախկինում անցնում էին աննկատ, երբ նախատեսում են, այն գաղափարները վերածում է կոնկրետ գործողությունների, միասին այս սովորությունները ստեղծում են բազմապատկիչ ազդեցություն։ Ամեն օր ձեր միտքը ավելի կտրուկ է դառնում, ձեր ավելի պարզ ուշադրության կենտրոնում և ձեր ավելի ճշգրիտ որոշումները։ Թույլ տվեք պատմել մեկ այլ իրական դեպք։ Իմ հին ընկեր Էասիֆ փայլուն էր, բայց չկարգավորված, ես հետաձգեցի կարևորը, վատնվեց աննշանությամբ, ես առաջարկեցի։ Փորձեք խորել, կարդալ և պլանավորել, նա ծիծաղեց, գտավ հիմար, բայց համաձայնեց փորձել, մեկ շաբաթ անց նա կանչեց։ Ես չեմ հասկանում, թե ինչպես, բայց մեկ ամսվա ընթացքում ես արեցի ավելին, քան վերջին 6-ը, և շատ ավելի քիչ սթրեսով, գաղտնիքը մնացորդ և ուշադրություն մանրուքներին։ Այս տեսանյութը դիտելու համար բավարար չէ և հրաշքների սպասել, անհրաժեշտ է գործել, ամեն օր ժամանակ վերցրեք ինքներդ ձեզ համար։ Առավոտյան ներդրումներ կատարեք մտավոր հստակության մեջ։ Օրվա ընթացքում ձեր միտքը կերակրեք գիտելիքներով։ Գիշերները կազմակերպեք ձեր նպատակները, մեկ շաբաթվա ընթացքում դուք կզարմանաք, թե որն է ձեր միտքը, մեկ ամսվա ընթացքում կտեսնեք հնարավորություններ, որտեղ ժամանակին տեսել եք խոչընդոտներ։ Մի քանի ամսվա ընթացքում դուք կունենաք անսասան վստահություն ձեր գիտելիքները օգտագործելու օգտին, ձեր երազանքների օգտին։ Եվ իմացեք, դուք այս ճանապարհորդության մեջ մենակ չեք, ես, իմ նախնիները և հազարավոր մարդիկ, ովքեր անցնում էին իմ ճանապարհը, մենք արդեն ճանապարհորդել ենք այս ուղով, մենք սխալներ ենք թույլ տալիս, սովորում և ուժեղանում ենք, որպեսզի ստիպված չլինեք կրկնել մեր գայթակղիչ բլոկները, այսպիսով, ահա իմ վերջնական խորհուրդը։ Սկսեք այսօր, մի սպասեք կատարյալ պահին, առաջին քայլը տվեք հիմա։ 1. Առավոտյան խորհրդածության 5 րոպե։ 2. 20 րոպե ակտիվ ընթերցում նոտաներով։ 3. Գիշերային պլանավորում հաջորդ օրվա համար։ Դա արեք առանց մեկ շաբաթ ձախողվելու, 7 օրվա ընթացքում դուք կնկատեք, որ ձեր միտքը այլ կերպ աշխատեք, մեկ ամսվա ընթացքում դուք որոշումներ կկայացնեք արագությամբ և ճշգրտությամբ, որը կզարմացնի ձեզ, մեկ տարվա ընթացքում դա կլինի մեկը, ով ռազմավարականորեն մտածում է, ծրագրեր է կատարում վարպետության և հասնելու նպատակներ, որոնք ժամանակին անհասանելի էին թվում։ Վերջապես, որդի, հիշեք։ Կյանքը շարունակական ուսուցում է, ամեն օր ավելի իմաստուն, ավելի ուժեղ և պատրաստված դառնալու հնարավորություն է, մի կանգ առիր այստեղ հետևեք այս ճանապարհին, քանի որ դեռ շատ ավելին կա ուսումնասիրելու համար նույնիսկ ավելի հզոր մեթոդներ, ձեր միտքը բարելավելու և ձեր արդյունքները վերափոխելու ռազմավարություններ, գիտելիքը ձեր հասանելիության սահմաններում է, պարզապես գործիր։ Դուք կունենաք մուտք դեպի ժամանակային տեխնիկա, որոնք իսկապես աշխատում են, այնտեղ դուք կգտնեք պատմություններ։ Ոգեշնչող, գործնական ռազմավարություններ և խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ աճել ոչ միայն ինտելեկտուալ, այլև հոգևորապես, հուզականորեն և մասնագիտական։ Որդի, հաջողության գաղտնիքը պարզ է, բայց պահանջում է գործողություններ, նա իր ձեռքերում է, սկսեք հիմա, առանց հետաձգելու և ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ձեր կյանքը կսկսի դառնալ ավելի լավը, դուք կհասկանաք, որ աշխարհը այնքան բարդ չէ, որքան թվում է և ձեր միտքը ունակ է արտակարգ ձեռքբերումների։ Ուստի առաջ գնացեք։ Գործեք, սովորեք, պլանավորեք և զարգացեք, և հետևեք այս ճանապարհին իմ կողքին, քանի որ ամենաուժեղ մեթոդները, ամենաարժեքավոր խորհուրդը և ամենաարդյունավետ ռազմավարությունները դեռ չեն սպասվում, և հավատացեք ինձ։ Դուք չեք ցանկանա կորցնել դրանք, տղամարդ։